Բարի երեկո, եթերում է երջանկության մեխանիկան։ Այսօր ես կսկսեմ գուցե ոչ այդքան ընտանիքին վերաբերող մի արտահայտությամբ, բայց որը վստահ եմ բնորոշում է շատ մարդկանց եւ մասնավորապես հայերին Հայաստանում բնակվող։ Աշխարհում գոյություն ունի միայն մի հերոսություն՝ տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա եւ սիրել նրան։ Ահա ձեզ ուզում եմ ներկայացնել մի ընտանիք, որը սիրում է իր ամբողջ կյանքը, սիրում է աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա եւ սիրում է կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Ասում եմ բարի երեկո Թոփալյանների ընտանիքին, բարի երեկո։ Եվ իհարկե մեծ հաճույքով ներկայացնում արդեն սկսելով տան ընտանիքի մեծից այս պարագային տանտիկինն է ներկայացնում իրենց ավագ սերունդը, հարգելի պատճառներով հայրը բացակա է։ Աշխատանքային պատճառներով, տեխնիկական պատճառներով, դրա համար մենք չենք մանրանում։ Այսպիսով, մայրը Տիկին Ժանետա Պողոսյանը Երևանի թիվ 94 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է 25 տարվա մանկավարժության ստաժով եւ ի վերջո 3 երեխայի մայր, հերոսուհի, բարի երեկո Տիկին Ժանետ։ Բարի երեկո։ Շնորհակալություն, որ այսօր եկել եք, ներկայացնեմ ձեր երեխաներից երկուսին, որովհետեւ երրորդը երկրից բացակայում է, բայց մենք կխոսենք աղավնիի մասին։ Լուսինեն Թոփալյան, վոկալիստ, երաժիշտ, աշխատում է կրկին որպես մանկավարժ մանկապարտեզում։ Բարի երեկո։ Երկու երեխաների մայր է, այնպես որ պակաս հերոսուհի չէ։ Սամվելը Թոփալյան դեռս ոչինչ չի հասցրել անել, նկարում է հետաքրքիր հեռուստանովելներում, իրականում 2008 թվականին արժանացավ Արտավազդ մրցանակին տարվա լավագույն երիտասարդ դերասան կոչմանը։ Շնորհավորում եմ եւ բարի երեկո Սամվել։ Բարի երեկո։ Սամվելը ներկայացնում է երկու շատ լավ ու նորարարական թատրոններ՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնը եւ Գոյ թատրոն լաբորատորիան։ Իսկ Սամվելի կողքին նստած է Սարգիսը Սարգսյան, հանդիսանում է Լուսինեի որդին, ավագը, չէ, մեծը Սարգիսն է։ Իսկ իմ կողքին Ռիփսիմեն է Սարգսյան, գից կասեի Թոփալյան։ Հաշվի առնեմ նա ձեր ազգանուն։ Բարի երեկո Ռիփսիմեն։ Ой, կեցես դու։ Մի հատ կկրկնես ինձ համար։ Բարի երեկո։ Հազար բարի երեկո։ Բարի գալուստ։ Ես անթակույց ուրախությամբ եմ նշում ձեր ընտանիքի մեր տաղավարում լինելու փաստը, քանզի շատ նամակներ ենք ստանում եւ շատ մարդիկ են սպասում անհամբեր, որպեսզի տեսնեն թե այդ ինչ ընտանիք է, որ Սամվելի պես տղա ունի։ Տիկին Ժաննա, ինչքան են հեչ եղել արձագանքներ, մանավանդ ֆիլմերից, հեռուստանովելներից հետո ու եղել են, որ հարևանները գան Սամվելին ուզելու։ Լավ աղջիկ ունեն, գան Սամվելին ուզելու։ Դա եւ հումորով է դե։ Հասկանալի է։ Հիմնականում ծանոթները տեսնում են, անդադ հարցնում են, ինչու չես ամուսնացնում։ Տեսակ զարմանալիորեն փոխանակ ասեն Սամվելին, ասում են ինչու չես ամուսնացնում Արմենին։ Սակայն ամուսինս է Արմենը։ Իմը հեռուստասերիալում Արմենի կերպարը, հումորով ասում եմ, խեղճ Արմենի հայ է գնացել, այն է մնացել։ Հերթը Սամվելին է միգուցե նոր հասկանում է կատակը։ Այս շատ հետաքրքիր նույն բան եք ասում, միշտ դերասանի հերոսին նույնացնում են իր կերպարի էության հետ։ Դրա հետ կապված ինչ տարօրինակ դեպքեր են եղել։ Ինչ որ աղջիկներ նամակներ գրեն Արմենի անունով։ Դուք էլ նայեք, եւ ձեր ամուսնու հետ ինչ որ հանդերձեք։ Չէ, ես որ ստանում եմ նամակներ, նկատի ունեմ։ Ինչ նամակներ։ Չէ, դե որը միան կարդում եմ նաեւ մամայի համար։ Չէ, խնդալու պահերը։ Ունեմ նաեւ պահած այդպիսի նամակներ կան, այդպես որ հետաքրքիր հումորային լավ կտորներ կան նամակներ։ Մեկը խնդրում եմ, էլի մի քանիսը հիշ։ Հիմա չեմ կարող հիշել, բայց մի անգամ մեկը ասեց դու կինոյի տղան ես, ասեցի չէ, թոռը։ Ուրեմն խոսակցությունը փակվեց։ Խեղճ աղջիկը էլ զգաց որ վերջում։ Չէ, մի խոսքով։ Այսինքն տարօրինակ ու հետաքրքիր ֆրազաներ կա, չէ, կինոյի տղա, չգիտեմ։ Շատ վատ արտահայտություն։ Կինոյի աղջիկ, հա, դա որն է, չգիտեմ։ Չէ, հատուկ բան պետք է ունենալ այդ կինոյի տղան, չէ, յուրօրինակ բնավորություն կամ տեսակ։ Տիկին Ժաննա, հետաքրքիր է, ի սկզբանե նախ ինչպես է ձևավորվել ձեր ընտանիքը, որի արդյունքում դուք ձևավորել եք հրաշալի սերունդ, արվեստագետների սերունդ, որոնք իրենց հերթին արդեն դասարակում են իրենց երեխաներին։ Նկատի ունեք ինչպես եմ հանդիպել։ Նախ ինչպես եք այո հանդիպել։ Մեր ամուսնությունը անկան ակնթարթային է եղել, այսպես խոսք կա, չէ, եկա տեսա հաղթեցի, կատակով ասեմ, եկան վերցրեցին տարան ինձ, այդպես տեղի ունեցավ, չհասցրեցին, նույնիսկ չհասցրեցին տեսնել։ Հա։ Ես հա շփումը այդպես, բայց Փառք Աստծո
կարողացանք։ Իսկ որտեղ եք այդ ոնց որ այն դղյակի մեջ, որ սպասում են, չէ, երբ գերից արքայից, մի քիչ այդ պատմության պես է ուղղակի արցածնելու։ Բայց դղյակ չէր, գյուղական տուն էր, ես այնտեղ էի, խնոցի էի հարում, կարելի ասել այդպես։ Գյուղի 19-ամյա աղջիկ, նոր է ինստիտուտ ընդունվել։ Որ թվականին։ 74 թվականին։ Իսկ որ գյուղ է, Տիկին Ժաննա։ Սիսիանում եմ ծնվել։ Ծղուկ գյուղը, ցավոք իմ որտեղ ծնվել եմ հիմա ջրի տակ եմ, անկությունս մնացել է ջրի հատակում, որ ես շատ հուշեր ունեմ, հենց այդ գյուղից ամուսնացա։ Իսկ պարոն Արմենակը որտեղից ես գտա։ Երևանից եկա։ Բա ոնց իմացա, որ գնա հասնի Ծղուկ գյուղում, այս աղջիկը սիրուն է տարօրինակ գեղեցիկ գույնով աչքերի, խնոցի հարելով քեզ է սպասում, արի։ Ոնց իմացա այդ։ Պարզապես իրենց հարևանը մեր բարեկամներ եկան մեր տուն, այդպես եւ որոշեցին տանել։ Մի օրվա մեջ է այդ ամեն ինչը։ Համարյա կարելի այդպես ասել։ Գիտեք, ուշքի գալիս։ Տիկին Ժաննա, ես ամեն անգամ եթերում ներկայացնելու ընտանիքները ինձ հաճախ մեղադրում են հոդվածներում, գուցե պարզապես այնպես կադրից դուրս, ասում են չափազանց իդեալական ես ներկայացնում ընտանիքները, այդպես չի լինում իրականում։ Ես քավլիցի չեմ փորձում իդեալականացնել, բայց հիմա այդ 19-ամյա 18-ամյա երիտասարդ աղջիկը, որը խնոցի էր հարում, որը ուներ կյանքի այլ պատկերացում, ինչպես կարողացավ ինտեգրվել երևանյան քաոտիկ իրականության մեջ, եւ արդյոք այդ վախերը, կասկածները չկային վաղվա օրը կառուցելու։ Ես մինչև դա 2 տարի արդեն Երևանում մնացել էի։ Հա։ Այդպես ինչ որ ուսման չէր հաջողվել, եկել էի ընդունվելու չէր հաջողվել։ Պարզապես Երևանը դե բնականաբար գյուղացի աղջկա համար Երևանը մի ուրիշ աշխարհ է, ով ոչ միշտ հաճելի։ Հա, Միջայլոց լինում է նաև այդպես։ Երևի իմ դասիրակությունը ինձ այդպես դրթեց, թույլ տվեց, որ ես կարողանամ արագ ինտեգրվել մի անծանոթ ընտանիք, մի անծանոթ աշխարհ։ Իսկ ծնողներս այդպես էին դասիրակել։ Իսկ որ եկաք, այսինքն ոնց պարոն Արմենակը եկավ, ձեզ տեսավ, հասցրեց, մի շաբաթ հետո եկան ու բերեցին այդպես։ Ու ապրեցիք Երևանում իրար հետ առանձին։ Մինչև այժմ 36 տարի միասին։ Ով 36 տարի։ Շատ է, լավ է, որ այդքան կա։ Եվ հասեն դուք 36 տարի ընտանիքում եք դիմանում եւ 25 տարի նաեւ դպրոցում։ Նույն դպրոցն է, թե փոխել եք դպրոցները։ Մի քանի տարի ուսումնարանում եմ աշխատել, հետո հիմնական մի 20 տարի արդեն այդ նույն դպրոցում եմ աշխատում։ Շնորհակալ եմ անչափ, ինչ մանրամասներին արդեն անդրադառնալ երեխաների ծնունդը եւ ձեր կյանքի փոփոխությունները։ Սա այդ դու ընտանիքի տղան ես, թորներին հանած եւ հետաքրքիր է քո հայրիկի եւ մայրիկի պատմությունը այն ժամանակվա այդ ռոմանտիզմով ներծծված այսօր արդյոք կարող է այսօր կրկնվել նմանատիպ բան քո կյանքում կամ ինչպիսին պետք է լինի կինը որ համարձակվի Թոփալյան Սամվելի կողքին քայլել կինոյի տղայի դե գիտես չէ այդ մի քիչ վերամբարձ բառերը չեմ սիրում համարձակվել կամ բան կարծում եմ ինչու՞ չէ նաեւ այսօր կարող է լինել այդպիսի դեպք շատ հապճեպ ակնթարթային կարևորը շատ ընտանիքներ, չգիտեմ, զույգեր հնարավոր չէ տարիներով ընկերություն են անում, փորձում են իրար ճանաչել, բայց օգուտ չի տալիս մեկ բնականաբար, բայց իմ ծնողների օրինակը ինձ ապացուցում է այն, որ կարող ընտանիքը նաև ծնվել, սկիզբ առնել հենց հապճեպ ակնթարթային կերպով ու հարատևել։ Տիկին Ժաննա, երբ որ եկաք արդեն ապրելու պարոն Արմենի հետ, իրար հետ ապրում եք ծնողների հետ միասին թե առանձին։ Եղբոր եւ մոր հետ։ Ահա։ Հետո եղբայրն ամուսնացավ, միասին շարունակեցինք։ Շարունակեցիք։ Այ հետաքրքիր է, երբ առաջին երեխան ձեր աղավնին դուստրը ծնվեց, չէ, ավակ աղավնին։ Ինչ հասկացաք կամ ինչ փոխվեց ձեր կյանքում, մանավանդ երբ շատ կանայք իրոք միստիկ են գնահատում այդ հղիության ընթացքը, ձևը, երեխա ունենալու փաստը։ Ինձ թվում է դա բոլոր մայրերի համար մի հրաշալի պահ է, որ չես կարող բացատրել։ Անբացատրելի չեմ կարող։ Չգիտեմ։ Իսկ այդ նեղվելու փաստը չկար պարոն Արմենի մոտ, որ բան ինչի է աղջիկ ծնվել։ Կար, այնպես կար։ Կար։ Ի հակառակը նրան երկրորդն էլ աղջիկ ծնվեց։ Այ այդպես չէ։ Էս այո։ Եվ փառք Աստծո, որ Սամվելս վերջապես երրորդով մեղքերը քավեցիք։ Թեպետ ասեմ, ես տղա սիրող մայր եմ, եթե լիներ երրորդն էլ աղջիկ, միևնույն է Սամվելը պիտի
ծնվեր։ Գոնե 4-րդը։ 4-րդը, 5-ը, 6-րդը։ Միևնույն է պիտի ծնվեր Սամվելը։ Հետաքրքիր, ինչու է Սամվել, Աղավնի եւ Լուսինը։ Աղավնին տատիկի անունն է։ Ահա։ Լուսինեն տատիկի քրոջ անունն է։ Հասկացա։ Սամվելը ես մի քիչ առաջ պատմեցի, որ ես երիտասարդության տարիներին այսպես գերված էի Հրաչյա Ներսիսյանով եւ աչքերիս գույնը մտածում էի թե ինչ որ բան կա իմ հետ կապող նրան, Աստված ասում էի տղա ունենամ Հրաչյա դնեմ։ Դելի Հրաչյա էլի։ Հետո աչքերի գույնը տեսա որ չկար, հիասթափվեցի եւ այդպես Ինչեւ այսօր հիասթափված։ Հարկ Աստծո մասնագիտությամբ ուզում եմ մի փոքրիկ լրացնել իմ սպասելիքները։ Այո, հետաքրքիր է, որ ձեր թատերական սերը ինչ որ կերպ դրսևորվի, ասում են այդ պահերին, որ մայրը հեղիության ընթացքում շատ ցանկանում է ինչ որ բան լինում է։ Միգուցե դա է որ դարձեց իրեն դերասա։ Լուսինե, ես պատկերացնում եմ, թե ինչ դժվար բաժին է ձեզ ընկել, որովհետև տան միջնեկն եք դուք, տան միջնեկը քաշվածն է, երբ որ մեծ աղջիկն է առաջնեկը, փոքրը տղան, ամեն ինչ վատ է։ Դուք հետաքրքիր է ինչն էր պատճառը, որ ընտրեցիք երաժշտական ուղղությունը եւ մանավանդ վոկալ։ Արվեստը Ձեր տան հիմնական ուսումներից է։ Կներես, Լուց, մենք մեր ընտանեկան հավաքույթների ժամանակ միշտ մեր տանը եղել է երգերաժշտություն, թե մորական կողմը, թե հորական կողմը։ Ու դա նստած էր մեր մեջ։ Մեզ համար էր արվեստը։ Ու նախապատրաստվում էր երևի այդ ընտանեկան հավաքույթները, որ հետագայում մեր մասնագիտությունը ընտրելուց նպաստ է ավելի։ Պրակտիկա ենք անցել փոքր ժամանակ։ Սամվելների գլխավոր դերերում է։ Անպայման, քանի որ տան փոքրն է։ Այսպես եմ փչացնում։ Բայց ես ասեմ, ես շատ գոհ եմ իմ ծնողներից, որ այդպիսի բան կա, չէ, տան փոքրը միշտ երեսառած է լինում, այսպես այնպես, բայց չէ, երևի իդեմս մորս, որովհետև իդեմ մորս ավելի ճիշտ, որովհետև բացարձակ տարբերություն, այսինքն փոքր է, մի քիչ երեստան կամ մեծն է, բացարձակ մենք միակ տղան է, բացարձակ դա չի եղել։ Ու դա ինձ օգնել է, ես այսօր եմ դա հասկանում ու նայելով ինչ-ինչ օրինակներ տան փոքր տղա երեխաներ, որոնք 5 րոպեից ավել չես կարողանում տանել իր ինչ-ինչ բաները, ես այդ առումով շատ շնորհակալ եմ, որովհետև ամեն մեկին ճանաչելով մեզ, մեր տեսակի մեջ, այդպես դաստիարակել եմ։ Թոփալյանների ընտանիքն է մեր տաղավարում, Սամվել, այն մարդիկ, ովքեր ձեզ տեսնում են թատրոնում, չեն կարողանում զսպել հիացական արտահայտությունները եւ այո պատահական չէր արտավազ մրցանակը, մեր դեպքում դա լավագույն դրսևորումներից է, շնորհակալություն։ Հետաքրքիր է ձեզ համար ինչ է թատրոնը եւ որքանն էլ որ ձեր մայրը թատերասեր է եղել ժամանակին սիրել է խենթացել է Հրաչյա Ներսիսյանի եւ նրա խաղի համար, բայց դժվար չէ արդյոք համատեղել 21-րդ դարը թատրոնն ու ընտանիքը հետագայում։ Այսպես ասեմ, երևի դեռ ինձ վրա ընտանիքում շատ պատասխանատվություն չեմ կրում, դրա համար ընտանիքի հետ կապված ավելի թեթև է իմ գործը, այսպես ասած։ Իսկ թատրոնում դե ինչ կարող եմ ասել թատրոնի մասին, ճիշտ է չեմ ասի վերամբարձ բառեր, ուղղակի միտեղ, որտեղ դու կտրվում ես ամեն ինչից, ընկնում ես մի ուրիշ աշխարհի մեջ ու ապրում ես այդտեղ։ Մի ուրիշ ծայրահեղության մեջ եւ մնում ես այդ հիվանդության տակ։ Ու ոչ թե դու նկատի ունեմ, այս դեպքում ամեն օր կարող ես տարբեր լինել։ Մի օր, չգիտեմ, կերպարը նկատի ունեմ վարորդ, մի օր թագավոր, մի օր ծաղրացու, ու այդպես շարունակ։ Ինձ դա է ամենաշատը հետաքրքրում։ Այսպես ասած հավես տալիս ինձ թատրոնում, որ ամեն անգամ դու ուրիշ ես։ Տիկին Ժաննա, Սամվելը նշեց շատ ճիշտ բան, որ իր ընտանիքի այդ գեր պատասխանատվությունը նա իհարկե հոգում է որոշ հարցեր, ծախսեր եւ այլն, բայց այդ ծանրության պատասխանատվությունն իր ուսերին չէ։ Այ հետաքրքիր է դուք որպես հայ ընտանիքի կին, հայ կին, ինչպես եք ժամանակին ուզել, որ նա գնա թատերական ուղղությամբ եւ չեք մտածում, որ կենցաղային հարցերում դա կարող է խնդիրներ առաջացնել։ Երեխաների մասնագիտության ընտրելու հարցում ես բացարձակ դեմ չեմ եղել։ Հա, չեք խառնվել։ Չեմ խանգարել իրենց, ուղղորդել եմ։ Նկատել եմ, որ իր մեջ կա այդ ճիղը, բոլորին էլ ուղղորդել եմ ես։ Իսկ ինչ մնում է, այդ պահին չեմ մտածել, որ ֆինանսական
ուրեմն այդ դժվարությունների մասին, որտեղ ես անձամբ ապրել եմ առանձնապես ոչ շատ բարեկեցիկ կյանքով, սովոր եմ եղել։ Այսինքն դա չէ տեսնում որպես ներքին մի թաքուն ինչ որ բան կար, երեխաներս ավելի լավ ապրեն։ Դա բոլոր մայրերն են ուզում, բայց ամեն կերպ հույսս Աստծուն եմ գցել, մտածել եմ, եթե պիտի լավ ապրեն, այդ մասնագիտությամբ էլ կարող չպիտի խանգարես։ Այնինչ ընթացքի մեջ է, առաջ է գնում։ Ինձ թվում է իրավունք չունես պարզապես խանգարելու։ Դա է եղել պատճառը, որ թե Աղավնին եւ թե Լուսինեն կարողացել են հեշտությամբ ընտրել երաժշտական ճանապարհը։ Այո, իրենց մեջ կար այդ ճյուղը, սիրում էին ոնց կարող ես կոտրել։ Միայն Սամվելի մասնագիտության հարցում հայրն էր դեմ։ Այ հաստատ, բայց ճիշտ է դա։ Դեմ է։ Տնից մեկը պիտի դեմ լինի դերասան դառնալու։ Սակայն չխանգարեց, նա էլ չխանգարեց։ Իսկ հիմա Սամվել փոխվել է հայրիկի մտածողությունը այդ կապակցությամբ։ Նայած ինչ սիտուացիայի մեջ է գտնվում, այսինքն եթե ինչ գովասանքի խոսքեր լսում կամ ինչ բաներ ողջորում, բայց եթե ուշ եմ տուն գալիս կամ չգիտեմ մի խոսքով կամ չեմ գալիս, այդտեղ արդեն ինչ որ կոնֆլիկտ է սկսվում, բայց որը արդեն կարծում եմ papan էլ սովորել է ու այդ ռեակցիաները արդեն ավելի թույլ է։ Շնորհակալ եմ Լուսինե, դուք միջնեկը խոսեցինք այդ բարդությունների մասին, հետաքրքիր է ինչ սկզբունքով կայացրեցիք ձեր մասնագիտության ընտրության որոշումը եւ ամուսնանալիս արդյոք դա չէր հանդիսանում խոչընդոտ եւ հետագայում գուցե ամուսնությունն էր պատճառը, որ էլ չշարունակեցիք այդ ուղղությամբ։ Չէ, ամուսնությունը չէր պատճառը, որ չշարունակեցի, ուղղակի սիրում եմ երեխաների հետ զբաղվել, երեխաներին շատ եմ սիրում, հա, ու հաճելի էր մանկապարտեզում աշխատելը։ Իսկ կարոտ ցանկություն երբեմն չկա էլի գնալ երգել կամ։ Դե մանկապարտեզում երաժշտություն եմ ես դասավանդում, ամեն օր երգում եմ երեխաների հետ։ Կարոտը առնում եմ։ Հետաքրքիր է Լուսինե, ձեր կյանքում ինչ փոխվեց, երբ ծնվեցին Սարգիսն ու Ռիփսիմեն եւ ձեր դեպքում առաջինը տղան էր։ Ձեր ամուսինն ինչպես այդ փաստը արձանագրեց։ Ի սկզբանե իմ ամուսինը վստահ էր, որ պետք է առաջինը տղա ծնվի։ Ոյ այս հայերը։ Վստահ ասում էր ոչ մի էխո, ոչ մի բան, մեկը տղա է լինելու ու վերջ։ Բայց եթե 8 ամսականում էխոն որոշեր, որ աղջիկ է այնուամենայնիվ, ինքը ասելու էր մեկը տղա է։ Հա, սուտ ասում, սխալվել է էխոն։ Տղա է լինելու ու Սակոլիկը որ ծնվեց, չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Ես ուղղակի զարմացած նայում էի Սարգիսին ու մտածում, միթե սա իմն է։ Իսկ Սարգիս, ինչու Սարգիս։ Պապիկի անունը։ Պապիկի անունը։ Լավ, Սարգիս Սարգսյան, հասկացա։ Ռիփսիմե, ես ուզում եմ քեզ հարց տալ։ Նայ, Քերին Սամվելը դերասան է։ Դու ինքդ ինչ կցանկանայիր դառնալ։ Պարուհի։ Պարուհի։ Իսկ դասական պարուհի, թե ժամանակակից։ Դասական։ Շնորհակալ եմ։ Ինքը ճիշտ մտածում է, հստակ եւ կոնկրետ գիտի ինչ ուզում։ Ռիփսիմե, իսկ դու մեզ համար մի նվեր կանես այսօր, կերկես ինչ որ բան կամ կարտասանես գուցե։ Ինչ կերկես։ Հիմա երգում ես, թե երգում է ինքը։ Արտասան։ Երգում ես, արտասան ես, ոտանավոր ես։ Արտասան։ Դե սկսի, լսենք։ Ինչ եմ սպասում մանուշակները, ինչ եմ սպասում նրանց դերթիկներ, գարուն են բերում մանուշակներ, կենթանացնում են ամբողջ աշխարհ, ուրախ հուշեր են մանուշակներ, գարնան ջերմ շունչ են մանուշակներ։ Բույրուտում քեզ ապրես։ Ապրի Լուսինե։ Լուսինե, իսկ դուք հիշում եք ձեզ փոքր ժամանակ ինչ էին ստիպում տանն արտասանել, երբ որ գալիս էին հյուրեր, ձեզ դնում էին աթոռին։ Չէ, արտասանել չէ, ստիպում էին պարտադրում, որ դաշնամուր նվագի։ Վայ, հասկացա, դաշնամուր, Սամվելը ինչ էր անում։ Սամվելը եւ Աղունիկը երգում էին։ Դե մի բան։ Չնայած այդ ժամանակը Ղարաբաղյան պատերազմն էր ու շատ ընդունված էր հայրենասիրական Գետաշեն խոսքով։ Խնդրում եմ, մի քիչ Գետաշենից երկու տող։ Չեմ կարող։ Դե լավ, մանկությունը հիշենք։ Բառերն էլ եմ մոռացել երևի։ Բազմել ես լեռների
ունես հազար շեն, արծիվների բույն ես, չքնախ գետաշեն։ Ես ուզում եմ հասկանալ, քանի տարեկանում էր դու գետաշեն։ 7-8, հա։ 7 տարեկանից ավելի պատկասում ես բարձրացել։ Շատ ողջորված երկում է։ Տիկին Ժաննա, դուք եկեղեցով չեք պսակադրել, չէ՞, երբ ամուսնացել եք։ Հետաքրքիր է, հետագայում ցանկություն չունեցավ այնուամենայնիվ գնալ եկեղեցի, պսակադրվել ու երեխաներին կնքելու պահը։ Ես երբևէ չի եղել առիթ, որ այդ հարցը տամ յուրեն, բայց երեխաների կնքելու պահը որքանով է կարևորել։ Կարևորել ենք դա, եւ երեքներ կնքված են։ Հենց որ ծնվել են անմիջապես, թե արդեն հասուն տարիքում։ Հասուն տարիքում չէ, մի 5-6 տարեկան հասակում եւ աղավնիից հետ ես եմ կնքվել, որտեղ գիտեք Զանգեզուրում արմատախիլ էին արել աթեիզմը մտել։ Ամեն ինչը այդպես կնոնք եւ այլը չկար։ Դե այդ ժամանակ ոչ մի տեղ էլ չկար։ Իսկ զաքսավորվել եք, չէ՞, այդ ժամանակ։ Իհարկե, աղավնին ծնվելուց հետո ճիշտ ասած։ Նա էր վկան։ Խեղճ երեխային թողել ենք հիվանդանոցում։ Եկել ենք զաքսավորվել ենք, որ երեխային մեզ դուրս են գրել հիվանդանոցից։ Այդպես է եղել։ Սամվել, դու քո ատամ հատիկին գիտես ինչ ես ընտրել։ Դե պատմել են։ Պիես։ Լուրջ։ Չէ, կարող դարձել եմ։ Արել եք ատամ հատիկ Սամվելի։ Արել ենք, բայց չեմ հիշում։ Չեք հիշում։ Իսկ Լուսինեն։ Չեմ կարող։ Լավ, Թոփալյան ազգանունը հետաքրքիր է, որ դուք ասացիք ինչու չեք փոխել ազգանունը, կադրից դուրս է ասել, ես հիմա չեմ ասի, բայց որտեղից են գալիս Թոփալյան ազգանվան արմատները եւ նաեւ Պողոսյան արդեն ձերը։ Չգիտեմ, Թոփալյան ուղակի մեր տոհմի մեջ մեկը կաղ է եղել ու այդ տեղից Թոփալենց, չգիտեմ ինչ, Թոփալենց, ու դա այդպես դարձել ենք Թոփալյան։ Յա, հասկացա, իսկ արմատներով որտեղից եք։ Հորական կողմս Արևմտյան Հայաստանից, Սեբաստիայից, իսկ մորական կողմս Զանգեզուրից։ Այսինքն ջարդերից հետո պապիս ու տատիս հայտնվել են Հունաստանում ամերիկյան որփանոցում, որտեղ են ծանոթացել են ու եկել են Հայաստան, ամուսնացել եւ եկել են Հայաստան։ Շնորհակալություն, ուզում եմ Սարգիսին հարց տալ։ Սարգիս, դու ինչ նախասիրություններ ունես, ինչ ես սիրում անել, հա, կյանքում եւ սիրում ես Սամվելին որպես դերասան։ Այո։ Իսկ ինչ ես ուզում դառնալ, ասա։ Նկարիչ։ Ինչ նկարիչ։ Ինչ լավ հիմիկվա երեխաները բոլորը ուզում են դառնալ նկարիչ, շատ լավ նկարչական սերունդ է։ Սարգիս, որ դպրոցում ես սովորում։ Համար 131 դպրոցում։ Դասարանում սիրուն աղջիկներ կան։ Եվ Այդ տղա, նկարիչ է, ապագայից միանգամից չէ, չկա։ Չենք նկարներով ա գեղեցկացնում։ Հասկացա։ Սամվել, եթե հետագայում Սարգիսը կամ Հռիփսիմեն կամ մյուս ձեր քույրիկի մյուս երեխաները ցանկություն ունենան շարունակելու դերասանական ուղղությամբ, հա, արդյոք դեմ չեք կանգնի։ Բացարձակ։ Բայց Չէ, բացարձակ։ Ես օրինակ իմ մասնագիտությունը սիրում եմ նաև մասնագիտության այս մասը, որ ժամ ու պատարակ չկա։ Ես օրինակ չէի կարող օֆիսային աշխատող լինել, որ գնալ առավոտը 9-ից մինչև 6-ը ու գալ տուն, չէ։ Ավելի լավ գիշերները չքնել, չգիտեմ, նկարանման ժամանակ քանի դեռ չկա ընտանիք։ Դա հնարավոր է, չեմ կարող։ Տիկին Ժաննա, որ կինը, որ աղջիկն էր տեսակով, հա, որին պատկերացնում եք Սամվելի ձեր որդու կողքը։ Ինչ հատկություններ պետք է ունենա։ Լիքը ուզող կա, էլի, ասենք, որ իմանան մարդիկ Իսկական մոր համար, հայ մոր կնոջ համար ինչ է անհրաժեշտ։ Չգիտեմ, անհրաժեշտ է տղան երեխան երջանիկ լինի։ Նույն նաև ես։ Ում ինքը սիրի, ում կընտրի, ես միանշանակ կընդունեմ։ Անկախ նրա մասնագիտությունից։ Անկախ նրա մասնագիտությունից։ Եթե երջանիկ է տղաս, դա իմ երջանկությունն է։ Հրաշալի է, Աստված այդպես լինի։ Տիկին Ժաննա, ընդհանրապես վեճերը ասում են, եթե ժամանակին չեն լուծվում, ձնագնդիկի պես մեծանում են, հա, եւ քայքայում են ընտանիքը։ Օրինակ, ձեր տանը ոնց են կոնֆլիկտները լուծվում, եւ սկսած են փոքրիկ խնդրից, որ օրինակ Սամվելին հայրը չէր ուզում տեսնել դերասան դարձած, բայց վերջո գնաց այդ կոմպրոմիսին։ Երևի այդ լուծումների մեջ իմ մասնագիտությունս մի քիչ դեր է խաղացել, տրամաբանությունս ամիջապես գործել է։ Ես հասկացել եմ, որտեղ պիտի լռեմ։ Հետո հարմար պահին ինչ որտեղ ընթացք տամ։ Այդպես կարողացել ենք այդ ձնագնդից խուսափել։
Շնորհակալ եմ։ Սամվել, քո զբաղվածությունից զատ դու տանը ունես նաև մարդիկ, բացի քո ընտանիքի բոլոր անդամները, ում հոգ ես տանում, նաև ունես կենթանի այլ արարած շունիկը, որը արդեն հասցրել է քեզպես դառնալ կինոյի շունը։ Այս դեպքում տան տղայի շունը։ Հա, կինոյի տղայի շունը, այո։ Եվ հետաքրքիր է ոնց է շունը ձեր տանը հայտնվել, ինչու հենց այդ շունը եւ ինչ բառուդ։ Ասեմ, հայրս որսորդ է, այսինքն իսկական հրացանով ու իսկական որսորդը պիտի ունենա իսկական շուն։ Հա, որսորդական։ Հա, ես ինչ ծնվել եմ մեր ընտանիքում, այսինքն մեր բակում միշտ տեսել եմ շուն, որսորդական շուններ, տարբեր ցեղատեսակների։ Սա մեր վերջին շունն է, որը հասցրեց նկարվել նաև ֆիլմում։ Խաչագողի հիշատակարանը ֆիլմում, որը աստվածտա շուտով եթեր արդեն գնա։ Սամվել, ընդհանրապես դերերի ընտրությունը, հա, ինչ սկզբունքով եք առաջնորդվում ու լինում են դերեր, որոնք այդքան չեք ցանկանա խաղալ, բայց այնուամենայնիվ համաձայնում եք։ Այսպես ասեմ, թատրոնում երևի իմ բախտը բերել է այդ առումով, երկու թատրոններում էլ ես խաղում եմ լավ դերեր, չգիտեմ, ամենայն դեպս ինձ համար։ Թե Մալյան թատրոնում, որտեղ Արամի կերպարը, Աղասի Այվազյանի Հովիկի կերպարը, նաև Գոյ թատրոնում, սա բացարձակ կապ չունի ու լրիվ ուրիշ կերպարներ։ Չգիտեմ, այս դեպքում ես ընտրության առաջ չի եղել, որ կանգնել եմ, երևի բախտս բերել է ու Երևի չէ, բերել է։ Երևի։ Տիկին Ժանա, աղավնի մասին շատ թփանցիկ խոսեցինք, բայց հետաքրքիր է ինչու եւ որտեղ է այժմ նա ապրում եւ ինչու է հենց այդտեղ հիմա ու զբաղվում է արդյոք իր բուն մասնագիտությամբ։ Ամուսնացել է Ավստրալիա, Սիդնեյ քաղաքում է ապրում։ Մինչև երեխաների ծնվելը երգել է հայկական համայնքում։ Ասեմ, որ ավարտել է այստեղ Պետական կոնսերվատորիան վոկալ բաժինը։ Դասական երգչուհի։ Դասական երգչուհի։ Ձեզ ձեր տանը բոլոր դասական է։ Արմեն Վասիլիչի մոտ Նոյան Տապան օպերայում սեմիդերներ կատարում։ Այդպես շատ էր սիրում խաղալ նաև։ Այդպես այժմ երբ փոքրիկները ծնվեցին, զույգ բալիկ ունեցավ։ Ինչ լավն է։ 7 տարի ընդմիջումից հետո 7 զույգ երեխա ունեցավ։ Անդրեն եւ Ջեսիկան, որին դեռ ոչ մեկը չի տեսել, հուսով ենք այս տարի կգան եւ կտեսնեն։ Դուք կարող եք գնալ եթերին։ Ես գնացել եմ, բայց փոքր էին շատ։ Հա։ Ոչ ինչ կտեսնեք։ Իսկ այժմ զբաղվում է մանկավարժությամբ, այդպես ասեմ։ Այնտեղ Սիդնեյում։ Սիդնեյում, հայկական դպրոցում, ուրեմն երգչախումբ ունի, մասնավոր աշակերտներ ունի, եւ անցած օրը զանգահարել էր մեծ ուրախությամբ ինձ ասաց Եվ երգչախումբս եւ աշակերտուհիս ինչ որ մրցույթ է եղել, առաջի փուլը հաղթահարել են, անցել են երկրորդ փուլ, երջանկության մեջ էր ինքը։ Ոնց հասկացա ժամանակին Սամվելի կրթությամբ էլ են զբաղվել, որովհետեւ Սամվելն այդպես հաղթելով գնում է, տեսնենք որ կասնի։ Դուք կարող եք հիշել ինչ որ մի դրվագ կամ հատկություն Սամվելից, ճաշի կիսատ թողնելու, անկապ օրինակ, որ մինչև հիմա չի փոխել։ Տիկի Ժանան ծիծաղեց, կա նման հատկություն, ճաշի կիսատ թողելու։ Անպայման կիսատ է թողում փոքրիկ անպայման դա եւ անմիջապես հետո ես մաքրում եմ որ կինը սիրուն է անմիջապես փոքր ժամանակ լողանալ չէր սիրում բացել եւ ճաշը ուտելուց երբ ճաշը դուրը գալիս էր երկելով էր ուտում մռմռալով այդ ճաշը ամբողջ ընթացքում երկելով ուտում էր այդ լողանալ չէր սիրում ու կանչում էր ինքն էլ չէր հասկանում ինչ էր ասում տունի կարի, շունի կարի, բոլորին կանչում էր։ Մեկ էլ հիշում եմ, որ մանկապարտեզ չէր սիրում գնալ, լաց լինելով գնում էր ու ինչ որ բան էս տղան փոքր ժամանակ սիրում էր։ Ու մամային ասում էր, ինչ կլինի, ընկեր Վերոնիկային ասեք, ինձ մանկապարտեզից դուրս գրի։ Դուրս գրի։ Իսկ Սամվել հիշում ես այդ մանկական քո հիշողություններից։ Կամ բաներ, որ ես 3 տարեկանում հիշում եմ, ինձ ոչ ոք չի հավատում։ Ես շատ լավ հիշում եմ իմ տատիկին։ Փոքր էի, չէ, 3-4 տարեկան, ես 4 տարեկան էի, որ մահացա, բայց դետալներով, այսպես դեպքերով առանձին շատ լավ հիշում եմ։
ու հիշում եմ, որ շատ էր սիրում ինձ։ Իսկ հետագայում քո մասնագիտության հետ կապված դրսևորումներ քո մեջ զգացել ես փոքր հասակում։ Անկեղծ ասած ինչ-որ թուր էի սարքում ինձ համար, ինչ-որ թիկնոց էի կապում, վազում էի ու ամենաշատ ինձ դուր էր գալի այն ժամանակ, որ քամին այդ թիկնոցի տակ էր։ Ծածանվում էր, ու շատ արագ էր վազում, որ լավ բարձրանա։ Թիկնոցը ինչից էր։ Ինչ-որ սավան, չգիտեմ, հատուկ է, ինչ-որ բան չէր ինքս ինձ համար, այդպես ինչ-ինչ խաղեր խաղացել եմ, դանակներ էի սարքում, Շան հետ ինչ-որ որսի էի գնում, բայց ընդհանրապես մեր բակի շրջանակներում, այդպես։ Լավ, այո, ասեք Տիկին ջան։ Նաև կենթանիների ձայներն է շատ հրաշալի Ես ձիերի հետ դիալոգի մեջ էի մտնում։ Միտեղ պատմեմ։ Ես ուրեմն գյուղ էինք գնում բնականաբար հանգստանալու, ես եւ խորս երեխաները այդ բլրի վրա մի ձեր կապված։ Միշտ Սամվելին տեսնելուց խրխնջում էր։ Նույն պատասխանը Սամվելն էր տալիս եւ այդպես 10 րոպե կարող էին այսպես հարցուպատասխան։ Այդպես էլ ընդհանուր եզրակացության չգալով վերջում բարկանում էր, թողնում գնում էր։ Ձիներ նեղանում գնում էր, որտեղ չէր հասկանում։ Մի օր եղբորս հետ պիտի գնային հարևան գյուղ, մոտ 3 կիլոմետր է, այնտեղ քրոջս տուն։ Ասեց Սամվել, գնանք միասին։ Ես էլ բավականաչափ ուրախացա, եղբայրս ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների տեխնացու էր այն ժամանակ, մտածեցի երեխային տրամաբանական հարցեր կտա, զարգացնի տրամաբանությունը, եւ ինձ շատ հետաքրքիր էր վերադառնալուց հետո ինչ են խոսել քերի ու Զարմիկ, Մամվելն ու Սամվելը, այսպես ասեմ։ Ասի Սամվել, քերի հետ ինչ էր խոսում։ Այ մամա, ասում է, խրխնջալով գնացել եմ, խրխնջալով եկել եմ։ Ոչ մի բան։ Որտեղ որ մի անգամ արեցի, քերից դուր եկավ։ Ճանապարհին տեսել ձիոն։ Մի անգամ քերի դուրը եկել է, էլ ոչ մի հարց, նորից մի հատ արա, նորից մի հատ։ Այդ խեղճ երեխայի ձայնը կտրվել է։ Սամվել ջան, այսքան գովազդեցինք քո խրխնջալով կարողությունը, կարող ես մի փոքրիկ դեմոնստրացիա։ Չէ, հիմա չեմ կարողանում։ Չեմ կարողանում։ Իսկ Շան հաջորդ դա կրկնօրինակման ժամանակ է ստացվում։ Մուլտիկները որ կրկնօրինակում։ Եթե վատ հաջոց լինի, իմացեք, որ դա շունը չի հաջում։ Շնորհակալություն, ցավոք սրտի մեր ժամանակը սպառում է, թե ես մեծ հաճիկով ձեզ հետ էլի մեր հյուրասրահում կշփվեի։ Տիկին Ժանա, ձեր տունը եւ տանդուրը միշտ բաց է բոլորի համար։ Եվ հետաքրքիր է, որ շատ քանակով երեխաներ, տղաներ, ընկերներ, Սամվելի ահել, ջահել, տարբեր վիճակների միշտ ձեր տանն են, հա, հյուր որպես։ Ինչպես եք այդ փաստը ընդունում եւ ոնց եք հասնում այդ հյուրասիրության բոլոր նորմերը պահպանել։ Ինձ թվում է որոշ չափով հասցնում եմ, կարողանում եմ, բայց անչափ հետաքրքիր է իրենց հետ։ Ես կարող եմ գիշերները չքնել իրենց հետ նստել ու լսել, պարզապես լսել, որտեղ հրաշալի երեխաներ մի քիչ գալիս մեր տուն, հրաշալի զրույց է ծավալվում, եւ ես միշտ իրեն ասում եմ, հաճախակի եկեք։ Իրոք շատ լավ, ուրեմն սերունդ եք մեծանում։ Տեսակ։ Շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ անչափ։ Ու իմ մաման շատ լավ կերակուրներ է պատրաստում, շատ համով։ Դու ես համոզվել դրանում։ Ես էլի կհամոզվեմ մեծ հաճույքով բազմիցս։ Դա մեզ առիթ է տալիս, որ անընդհատ չարաշահեք։ Չէ, կարծում եմ չենք չարաշահում, բայց ամենայն դեպս հաճախակի է լինում այդպիսի դեպքեր։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ժանա եւ վերջին հարցը եզրափակիչ, ընդհանրապես ինչ ասել է երջանկություն եւ երջանկություն ընտանիքի մեջ։ Եվ դուք մարդ, որը ամուսնացել է դեռևս առանց խորապես ճանաչելու իր ամուսնուն, հա, ինչպես եք այսքան տարի հետո բնորոշում եւ գնահատում այդ կյանքը։ Ընտանիքի երջանկությունը ըստ իս միգուցե սխալվեմ փոխադարձ զիջումների մեջ է եւ մարդ պետք է ներելու կարողություն ունենա ոչ միայն ընտանիքում այլ բոլոր մարդկային հարաբերությունների մեջ եթե ունի այդ կարողությունը կարող է շփվել մարդկանց հետ ընտանիքում էլ կլինի ինձ թվում է խաղաղություն երջանկություն Շնորհակալ եմ Լուսինե Ես մամայի հետ համամիտ եմ։ Մաման ասեց արդեն։ Վերջ, երիտասարդ սերունդը միշտ մեծերին նայում եւ ուշադիր է նրանց ասածներին, Սամվել։ Ես եւս համաձայն եմ մամայի հետ, բայց ու այսպես ասեմ,
Ես ինչ աչքս բացել եմ մեր ընտանիքում, տեսել եմ մարդիկ, իմ ծնողները նկատի ունեմ, որոնք աշխատում ու ապրում են սեփական հացը վաստակում են սեփական ուժերով, սեփական քրտինքով։ Ու ես երջանկություն եմ համարում նաև դա, որ մարդ իր ընտանիքը, իր տունը պահում է սեփական ուժերով, սեփական աշխատանքով, որովհետև դու ազատ ես այդ դեպքում, դու ինքդ առաջին հերթին ինքդ քեզ հետ ու ընդհանրապես բոլորից անկախ ու կապ, այսպես ասած, դու որևէ պարամներով չես ձգված ոչ մեկից։ Դու ես քո աշխատանքը, քո քրտինքը ու քո օրվա հացը։ Շնորհակալություն, ահա այսպես է դատում երիտասարդ սերունդը պարզ առողջ դատողությամբ, իսկ ես ուզում եմ ավարտել մեր եթերը այս խոսքերով. եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե որքան է այդ ճանապարհի երկարությունը։ Մնացեք բարով եւ մի վախեցեք երկար ճանապարհներից, կարևոր նպատակ կհանդիպենք։